Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Հերթական քրեական հետապնդումը, ինչ որոշում է կայացրել դատարանը Արթուր Ավանեսյանի նկատմամբ։ Սինքրոնացված խոսույթ Բաքվից և Երևանից, ովքեր են արդարացնում եկեղեցիների ավերումը։ Պետությունն առանց անհատի, թե անհատը պետության փոխարեն, որտեղից է գալիս այս մոտեցումը և ինչ ռիսկեր կարող է ունենալ այն պետական մտածողության համար։ Քաղաքացու օր, թե Քարոզարշավ դպրոցում, ինչ է կատարվել Այգեզարդ գյուղում։ Ռուսաստանն արգելել է ջերմուկի խմբաքանակի վաճառքը, ինչ է տեղի ունեցել։ Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են ՈՒՄԲԱԿ-ի բանտային համալիր։ Նյուզեեմի մեր գործընկերներին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասել է, վիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկացել է, որ Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ Բաքվի Ղարադաղի շրջանի ՈՒՄԲԱԿ-ի բանտային համալիր։ Իրավապաշտպանի խոսքով այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ։ Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում գերիների պահման պայմանների մասին։ Այս հարցում ևս թափանցիկություն չկա։ Միջազգային իրավունքի նորմերով սահմանված երաշխիքները խախտվում են, ասել է Սահակյանը։ Իսկ Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այցելել է օկուպացված Արցախ, սակայն արարողակարգային այցերից ու լուսանկարներից հետո ոչ մի խոսք, հայտարարություն կամ դատապարտում չի հնչում ապօրինաբար պահվող գերիների և Արցախում մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման մասին։ Կովկասի մահմեդականների վարչությունը մեկնաբանել է օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդման վերաբերյալ Էջմիածնի հայտարարությունը, այն անվանելով թշնամանքի և ապատեղեկության դրսևորում։ Այս վարչությունը Բաքվի հանցավոր արարքներն արդարացնում է կրկին ստելով ու պատմությունը կեղծելով։ Հայտարարել են, թե օկուպացիայի ընթացքում կառուցված երկու ապօրինի շինությունների քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Վարչությունը հայտարարել է, որ եկեղեցիների մշակութային հուշարձանների քանդման համար ունեն իրավական և բարոյական հիմքեր։ Այս հայտարարությամբ Բաքուն հող է նախապատրաստում իր հետագա ապօրինի գործողությունների համար։ Իսկ պաշտոնական Երևանը ոչ միայն չի դատապարտում, այլև արդարացնող հայտարարություններ է անում։ Օրինակ Արսեն Թորոսյանի կարծիքով Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում է գործողություններ անում։ Թորոսյանն ասում է, թե հիմա առաջնայինը խաղաղությունն է։ Խաղաղությունը հաստատված հասկանում եք, մենք դա տեսնում ենք իրական կյանքում։ Մեր սահմանների վրա չկան կրակոցներ։ Այսինքն եթե մենք ասենք Ադրբեջանը ինչի է մեր եկեղեցին քանդում, նա սկսելու է կրակել։ Մենք որևէ կոնֆլիկտային տրամաբանության մեջ չպետք է մտնենք մեր հարևանների հետ եւ այդ հաստատված խաղաղությանը կասկածի տակ չդնենք։ Ես հասկանում եմ, որ մեզ անդադար, այդ թվում տարբեր ուժեր, փորձում են ներքաշել, ու մենակ դա չի, գիտեք, հիմա Հայաստանում էլ բազմաթիվ այլ հայտարարություններ են հնչում, որոնք որ մեզ փորձում են մտցնել այդ բանավեճի մեջ, որը կոնֆլիկտային է ամբողջովին, որպեսզի նորից հարաբերությունները սրվեն, հասկանում եք։ Ասեք, ոչ մի կոնֆլիկտի մեջ պետք չի մտնել, պարզապես պետք է ասել ինչու է քանդում մեր մշակութային ժառանգությունը։ Ուր է այդտեղ կոնֆլիկտ։ Ասեցինք, ինչու է քանդում մեր ժառանգությունը։ Հետո պատասխանեն։ Պատասխանում են, ասում են լավ ենք անում։ Դե, կներեք։ Ինչ։ Դա չեղավ խաղաղություն։ Չէ, դա եղավ խաղաղություն։ Զուգահեռ Հայաստանում, Երևանում պայքար է գնում Արցախի ներկայացուցչության շենքի համար։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանն ահազանգ է հնչեցրել, որ մայիսի 22-ին տեղի է ունենալու դատական նիստ, որի միջոցով փորձելու են խլել ներկայացուցչության շենքը։ Պաշտոնյան մտահոգություն է հայտնել, եթե օրվա իշխանությունը վերարտադրվի, բնականաբար ամբողջությամբ փակվելու է Արցախի հարցը, ինչն անընդունելի է։ Դատարանը ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության հարցերի թիմի ղեկավար Արցախի պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին կանդասին որոշեց կալանավորել 2 ամսով։ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշարք տալու կասկածանքով ձերբակալել էր Ավանեսյանին, իսկ քննչական մարմինը որպես հիմնավորում հրապարակել է գաղտնալսման հատվածներ, մինչդեռ ընդդիմադիր ուժը պնդում է Ավանեսյանը մեղքը չի ընդունում։
Արցախի հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ հայտարարել է, որ հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել քաղաքական նպատակներով։ Պատկերացրեք, ձայնագրությունում նա ասում է, որ աշխատանքը կլինի, հողը կլինի, տունը կլինի։ Նման ծրագրային թեզերի հնչեցումից հետո մարդուն շռնդալից ձերբակալում են ու փորձում հերինակազրկել եւ իրեն, եւ նրա կուսակցությունը։ Ես պարզապես վստահ եմ, որ Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ։ Փաշինյանի իշխանությունը ոչնչի առջև կանգ չի առնելու վերարտադրվելու համար։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ գրել է, որ Կանդազի մասին իշխանական քարոզչությունը ինչ էլ գրի, ինչ հոդված էլ հրապարակի, ազատությունից զրկի մեկենա 3 տասնամյակ կռիվ տված, հայրենիքին ծառայություն մատուցած եւ մարտադաշտը երբեք չլքած մարտիկ է, որին այս ոճով վարկաբեկել անհնար է։ Գործող կառավարիչը հատուկ հակակրանք ունի բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք չեն փախել, որոնք սկզբունքներ ունեն, որոնք մարդկանց ճակատին ասում են ճշմարտությունը։ Ռեժիմի քայլերի հիմքում առաջին հերթին կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է, որովհետև սրանց մարտնչող մարդիկ խանգարում են, սրանց ձեռնտու են միայն հնազանդվող, դեկորացիայի դեր ունեցող եւ գլուխները կախ, որոշում հրաման կատարող զինվորականները։ Իսկ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն առաջին անգամ խոսել է իր նախընտրական ծրագրի ու առանցքային ոլորտների մասին։ Մենք ինչքան քիչ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի իր կառավարության վրա, դրանից հայ ժողովուրդը ավելի շատ օգուտներ է ունենալու։ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը բացարձակ կապ եւ առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ։ Ում պետք էր հարգել այդ փաստերը ցեղասպանության, որ կուսակցություններին պետք էր, նրանք բոլորը ցույց տվեցին իրենց հայրենասիրությունը։ Կրթական հաստատությունը կարող է արդյոք վերածվել քաղաքական հարթակի։ Արարատի մարզի Այգեզարդ գյուղում տեղի ունեցածը հենց այս հարցն է առաջ բերում։ Միջոցառման ընթացքում աշակերտները կատարել են Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը, որի ամբողջ գաղափարախոսությունը ՔՊ քարոզարշավի հիմքն է։ Սա քաղաքացու օրվա շրջանակում կազմակերպված միջոցառում էր, թե քաղաքական քարոզ կրթական հաստատությունում Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի դպրոցի աշակերտներն են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի երգն են երգում դպրոցում կազմակերպված միջոցառման շրջանակում։ Քաղաքական հանձնառություն, որը օրենքում հետևողականորեն կիրառմամբ բերում ենք ավելի տրամաբանական ամփոփիչ ձևակերպման, դա ուրեմն քաղաքական զսպվածության պահանջն է, որը առաջարկում ենք կիրառել տնօրենների, վարչատնտեսական համակարգողների նկատմամբ եւ դրանով իսկ վարքային սահմանափակման պահանջ առաջադրել, որը զերծ կպահի մեր հանրակրթական հաստատությունները քաղաքականացման եւ կուսակցականացման վտանգից։ Նախարարի խոսքն անտեսում են այս դպրոցում։ Դպրոցի տնօրենը չի կարծում, որ այս երգը քաղաքական է, պնդում է քաղաքացու օրվան նվիրված երգ է, իրենք էլ գործածել են։ Մեր պնդումներին, որ երգը ՔՊ-ի նախընտրական երգն է, տնօրեն Նունե Բաբլոյանը պատասխանեց. «Ինչ վատ երգ է, բառերը գեղեցիկ են»։ Վերջինս տեսախցիկների առաջ պարզաբանում տալ չցանկացավ։ Դա նախ պետք է արժանանա համապատասխան գնահատականի, սա պետք է բարձրաձայնեն եւ լրատվամիջոցները եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները։ Այդ թվում նաեւ միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը եւ ես հիմա հետեւողական եմ լինելու եւ այդ մասին արդեն ուղարկելու եմ։ Տնօրենը նաեւ պնդեց, թե երեխաներն են որոշել այդ երգը կատարել, իրենք դեմ չեն եղել։ Ամեն տարի նշում են քաղաքացու օրը, այս տարի էլ բացառություն չէ։ Ավելին Բաբլոյանը մեզ վստահեցրեց, թե երգը բավականին հին է ու կապ չունի քարոզարշավի հետ։ Այո, կրթական համակարգը պետք է դուրս լինի ցանկացած քաղաքական իրադարձությունից եւ իրավունք չկա դպրոցում նման գործունեությամբ զբաղվել։ Պատասխանատվությունը դրա համար կրում է տվյալ դպրոցի տնօրենը եւ նա եւս պետք է պատասխանատվություն կրի դրա համար իր վերադասի կողմից։ Շատ լավ առիթ է նաեւ որպեսզի լիազոր մարմինը կրթության եւ մնացած բաների նախարարությունը հենց նախարարը հանդես գա
հայտարարությամբ եւ խոստանա, որ նման բաներ չի պետք կրկնվի։ Բաբլոյանը ամբողջ զրույցի ընթացքում շարունակում էր հերքել, թե իրենք քաղաքականացված են։ Պնդում էր անտեղյակ են եղել։ Մեր պնդումներին, թե որ քաղաքական ուժի երգն է լիներ խնդրահարույց է, տնօրենը նշեց, երբեք չեն մտածել, որ երգը քաղաքականության հետ կապ ունի։ Կարևոր չի թե որ քաղաքական ուժի հետ կապված է դա արվում, որովհետև դպրոցը կրթական համակարգը իսկապես պետք է զերծ մնա քաղաքական բոլոր իրադարձություններից։ Սա նաև կարելի է գնահատել որպես վարչական ռեսուրսի օգտագործում, որովհետև դա արվում է պետության ֆինանսավորմամբ կրթական հաստատությունում, եւ դա վարչական ռեսուրսի օգտագործումը։ Դպրոցը գտնվում է մարզպետարանի վերահսկողության տակ։ Մարզպետարանի կրթության վարչության պետը չցանկացավ հարցազրույց տալ։ Մարզպետի խորհրդական Քրիստինե Պողոսյանը եւս մեծ հետ զրույցում ասաց, երեխաներն են ցանկացել երգել այդ երգը։ Դա որևէ դպրոցում, որևէ բան մարզպետի աշխատակազմի կողմից չի հրահանգվել, որ այդպես արեք կամ այսպես արեք, այնպես արեք։ Քաղաքացիորն է, գիտեք, պետական նշվում է։ Այդ տոնը մեզ մոտ արդեն քանի տարի է երեխաները իրենք են երևի որոշել։ Պողոսյանն ասում է, ոչինչ փոխել չեն կարող, իրենք կփորձեն նորից խոսել տնօրենների հետ ու հորդորել զերծ մնալ քաղաքական գործունեությունից։ Մինչդեռ նախարար Ժաննե Անդրեասյանը խոստացել էր խստորեն պատժել նման տնօրեններին։ ԿԳՄՍ նախարարությունն էլ իր հերթին կրկին հորդորեց հարցերի պատասխանը ստանալ գրավոր հարցման միջոցով։ Մենք նախարարությունից կպարզենք, ինչ արձագանք է ունենալու այս միջադեպը։ Իդեպ դպրոցի էջից հեռացվել է տեսանյութը։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Քաղաքական խոսքում երբեմն հնչող արտահայտությունները շատ ավելին են ասում, քան պարզապես տվյալ պահի հայտարարությունը։ Վերջին շրջանում ակտիվորեն քննարկում են այն ձևակերպումները, որոնցում պետության կայունությունն ու ապագան ներկայացվում են մեկ անձի հետ փոխկապակցված։ Սա նոր երևույթ չէ քաղաքական պատմության մեջ, սակայն ամեն անգամ այն առաջացնում է նույն հարցը, որտեղ է անցնում սահմանը առաջնորդի դերի եւ պետականության ինստիտուցիոնալ հիմքերի միջև։ Թեման Անի Աբաղյանն է ուսումնասիրել։ Եվ ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի տրվի։ Փաշինյանի հայտարարությունից 8 տարի անց խորովածի ծխի ֆոնին նման վերտառությամբ պաստառ էին փակցրել Սարիկ Մինասյանն ու իր որակմամբ հայրենասեր մի խումբ մարդիկ։ Չկա Հայաստան առանց Փաշինյանի նախադասությունը չի զիջում Փաշինյանի այս հայտարարությանը։ Կառավարությունը ես եմ։ Չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա։ Երբ պետությունն ու պետական ինստիտուտների գոյությունը պայմանավորում են մեկ մարդու գոյությամբ, ինչ է նշանակում։ Մարդը կարող է վաղը որոշի, ասի չէ, հոգնել եմ, ես չեք գնահատում, ես գնում եմ սարերում մեդիտացիայով զբաղվենք, հետո պետքա խնդրենք ասենք հետարի, որտեվ դու որ գնաս այլևս պետություն չի լինի։ Ընդհանրապես լավ ղեկավարը նա է, ում բացակայությունը չի ազդում ընկերության, կազմակերպության գործունեության վրա։ Ինքնիշխանության, ժողովրդավարության 3 միլիոն վարչապետ ունենալու մասին խոսում, բայց մեկ անձի հետ են կապում իշխող ուժի ներկայացուցիչները Հայաստանի իշխանությունն ու հավերժականությունը։ Հայաստանի Հանրապետությունում իրական սահմանադրային իրավական ճշմարտությունը հետևյալն է։ Մեր երկրում իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք ժամանակավոր են, ովքեր գալիս են ժողովրդի կամ արտահայտությունը իրականացնելու, կազմակերպելու պետական իշխանությունը։ Այս պաստառով իրենք այս ողջ տրամաբանությանը, մեր պետության, մեր սահմանադրային իրավական ճշմարտությանը հակասում են։ Անձի պաշտամունքով են տառապում Փաշինյանն ու թիմակիցները, նշում է Արթուր Խաչատրյանը։ Քաղաքականությանը անծանոթ չէ այս հիվանդությունը։ Համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ բռնապետություն հաստատելու համար սահմանել են չափորոշիչներ իրենց համար եւ ստիպել հասարակության առաջնորդվել դրանցով։ Հայտնի օրինակներից են Հիտլերը, Ստալինը, Թուրքմենստանի առաջին նախագահը։ Վերջինիս Սափուր Մուրադ Նիազովի իշխանությունը ուղեկցվում էր անհատիկ կուլտի դրսևորումներով, անգամ տարվա ամիսների անվանումներն էր փոխել իրեն հարմարեցնելով։ Ինքը փորձնում է իրեն նույնականացնել Հայաստանի հետ եւ Հայաստանը եւ Հայաստանի ժողովրդին իր գերին սարքել, իր պատանդը դարձնել, ինչը նշանակում ես չլինեմ, Հայաստան չի լինի։ Այսինքն ինչ մենք բոլորը սենց անիծված ենք, դատապարտված ենք իրան ամբողջ կյանքը հանդուրժելու։
Փաշինյանը քաղաքացիներին վախեցնում է պատերազմով։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Հետո պետության գոյությունը կապում իր գոյությամբ։ Սա իշխանությունը պահելու փորձված բռնապետական ձև է, ընդգծում է Գոհար Մելոյանը։ Այդ ուղերձը, հայտնի պաստառը, որ վերադարձ Հայաստան, արդյոք կարող ենք ենթադրել, որ ուղերձ է Ադրբեջանին, որովհետև զուգահեռ իրականությունում Ադրբեջանի ճակերտավոր խաղաղասեր ղեկավարը ամենօրյա ռեժիմով կարելի է ասել, բարձր հարթակներից, թե իրավական մակարդակով, թե քաղաքական մակարդակով, թե գիտակադեմիական մակարդակով առաջ է քաշում 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման թեզը։ Հիտլերից, Ստալինից, Սափումուրատ Նիազովից հետո գոյություն ունեն թե Գերմանիան, թե Ռուսաստանը եւ թե Թուրքմենստանը։ Անձի հետ պետությունը կապելը ըստ զրուցակիցներիս հակաքրիստոնեական ու հակապետական է։ Անի Աբախյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ռուսական պետական անկեղծ նշան պիտակավորման համակարգը կասեցրել է ջերմուկ հանքային ջրի խմբաքանակի վաճառքը առցանց եւ ոչ առցանց խանութներում։ Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը հայտնել է, որ շրջանառության մեջ է եղել 338,000 շիշ, որոնց վաճառքն այժմ արգելափակված է ստուգման համար։ Արգելափակման պատճառը պարտադիր պահանջների խախտումներն են։ Իրանի նախկին արտգործ նախարար եւ գործող պատգամավոր Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ Իսրայելը Իրանի հյուսիսին հասցված հարվածների վերաբերյալ մասնագետները կարծում են, որ գործածել է Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքը եւ տեղեկություններ կան, որ գործածել են նաեւ Ադրբեջանի օդանավակայանները։ Նրա խոսքով Ադրբեջանի տարածքից իրականացվել է նաեւ վառելիքի մատակարարում, իսկ Իսրայելի դեսպանատները լրտեսների հավաքագրման կենտրոններ են եւ գործողություններ են իրականացնում Հյուսիսային Իրաքում, Բաքվում, Աբու Դաբիում եւ այլ վայրերում։ Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու Իրանի արտգործնախարար Արաղչին։ Արաղչին շեշտել է, որ Իրանի ժողովրդի պայքարը սեփական ինքնիշխանության համար է։ Իրանի արտգործնախարարի խոսքով պատերազմում ակնհայտ դարձավ, որ Թեհրանն ունի հիանալի ընկերներ եւ դաշնակիցներ, ինչպիսին է Ռուսաստանը։ ԱՄՆ-ն առաջարկել է բանակցություն եւ Թեհրանն այժմ քննարկում է այդ հնարավորությունը, ասել է նախարարը։ Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ հույս է հայտնել, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը եւ խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի եւ տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար, ասել է Պուտինը։ Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտից հետո աշխարհը պետք է գիտակցի այն իրական սպառնալիքը, որը ներկայացնում է Իրանը։ Ռուբիոյի խոսքով Թեհրանը ձգտում է միջուկային զենքով աշխարհի հետ անել այն ամենն, ինչ այժմ փորձում է անել Հորմուզի նեղուցում նավթի հետ։ Իսկ Իրանի Բորուջերդ ինքնավար մարզի խորհրդարանի падգամավորներից մեկը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավարկության նոր կարգը կհաստատվի Իրանի խորհրդարանի աշխատանքներին վերսկսվելուն պես։ Նա հայտնել է նաև, որ Իրանի կենտրոնական բանկը բացել է 4 հաշիվ՝ իրանական ռիալով, չինական յուանով, դոլարով ու եվրոյով, նեղուցով նավերի անցման վճարները գանձելու համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։